Խտրականությունը անարդար, անհավասար վերաբերմունքն է անձի կամ խմբի նկատմամբ, պայմանավորված նրանց ինչ-ինչ հատկանիշներով, օրինակ հաշմանդամության կարգավիճակով, սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ, մաշկի գույնով, ազգությամբ, կրոնով եւ այլն։ Խտրականությունը բացասական վարքը եւ գործողություններն են որևէ անձի կամ խմբի նկատմամբ, ինչ որ հատկանիշով, որը կարող է լինել ռասան, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը, գենդերը, հոգեկան առողջության խնդիրները, հաշմանդամությունը եւ այլն։ Հետազոտությունները հոգեբանության ոլորտում ցույց են տալիս, որ հասարակությունում հաճախ խտրականության ենթարկվում են տարբերվող ոչ տիպիկ հատկանիշները եւ խտրականության հիմքում ընկած են կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Նախապաշարմունքները չհիմնավորված բացասական վերաբերմունքն է խմբի կամ անձի նկատմամբ, իսկ կարծրատիպերը գերընդհանրացված համոզմունքներ են այն մասին, թե անձը կամ խումբը ինչ տիպիկ հատկություններ պետք է ունենա, եւ դրանք կարծրացած են, այսինքն դժվար են փոխվում կյանքի ընթացքում, նույնիսկ եթե անձը որևէ տիպի անձնական փորձառություն չի ունեցել տվյալ խմբի կամ անձի հետ։ Ուստի ստացվում է, որ մենք մեզանից ոչ մեկ ապահովագրված չէ, որ իրեն խտրականության չեն ենթարկվի, քանի որ կարծիքները կարող են շատ տարբեր լինել հասարակությունում, իսկ օրենքը հենց դրա համար է, որպեսզի կարողանա արդարացիորեն բոլորին պաշտպանել։ Խտրականությունը դա տարբերակված մոտեցումն է սեռից, ռասայից, կրոնից, սեռական կողմնորոշումից եւ գենդերային ինքնությունից, բոլորը պետք է հավասար լինեն, եւ խտրականությունը ինչ բացասական հետևանքներ կարող է առաջացնել, նախ եւ առաջ ամենակարևորը մարդու իրավունքների ոտնահարումն է, որի արդյունքով օրինակ վերցնենք կրթության իրավունքը, առողջապահական իրավունքը, դատարանի նաև մատչելիության իրավունքը, այդ բոլորը նաև շատ կարևոր կոնտեքստներ են, որը մեկը մյուսի հետ վերցրած պետք է բացառվի խտրականության արգելքը։ Շատ կարևոր է, որ խտրականության վերաբերյալ օրենքում մենք ունենանք սեռական կողմնորոշում եւ գենդերային ինքնություն ասպեկտները, քանի որ դա ենթադրվում է, որ պետք է լինի եւ այլն գրվածքի տակ, բայց փաստացի իրավակիրառ մարմիններում դա չի աշխատում եւ մենք բախվում ենք հիմնախնդիրների ու նաեւ երբեմն խտրականության։ Իրավահավասարության մասին օրենքում պետք է անպայման ընդգրկված լինեն այն հատկանիշները, որոնցով մարդկանց խտրականության ենթարկում են։ Ընդ որում շատ կարևոր է, որ ընդգրկված լինեն հատկապես այն հատկանիշները, որոնց հետ կապված կա իրավախախտումների պրակտիկա, սակայն չկան օրենքով կարգավորումներ։ Տեսեք, խտրականությունը հանրային առողջության խնդիր է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ խտրականության ենթարկված անձիկ ունենում են սթրեսի հետ կապված կոմպլեքս վարքային, հուզական, հոգեբանական փոփոխություններ, որոնք նշանակալիորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա, սկսած դեպրեսիայից մինչև ինքնավնասման փորձեր, մտքեր, որը իհարկե ազդում է մարդու վրա։ Ուստի, քանի որ պետությունը ունի պարտավորվածություն պաշտպանել իր քաղաքացիներին եւ ստեղծել հիմքեր, որ մարդիկ իրենց ապահով զգան, ստացվում է, որ օրենքը պետք է ունենա այն հիմքերը, որոնցով չի կարելի խտրականության ենթարկել մարդկանց, եւ անպայման մեկ այլ օրենքով քրեականով ենթադրում են պետք է լինեն հասանելի պատիժները, որոնք այն մարդկանց են ուղղված, ովքեր որ խտրականացնում են մյուսներին։ Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնությունը օրենքով սահմանելը շատ կարեւոր է, որովհետեւ մի շարք իրավունքներ ապահովում են այդ օրենքի ընդունման արդյունքում, օրինակ վերցնենք կրթության իրավունքը, առողջապահական իրավունքը, օրինակ վերցնենք առողջապահական իրավունքից շատ դեպքերում ԼԿԲՏ+ անձինք նաեւ առողջապահական համակարգին դիմելով շատ դեպքերում ապահով տարածքի ակնկալիք են ունենում, որովհետեւ շատ դեպքերում նաեւ բժշկական հաստատություններում բացահայտվում է անձանց սեռական կողմնորոշումը, անձնական տվյալների արդահոսք է լինում, այդ իսկ պատճառով կարևոր է այդ իրավունքի սահմանումը։ Նաեւ այստեղ մի խնդիր էլ կա, նաեւ տնտեսական առումով, եթե անձը զրկվում է, ասենք հավասար պայմաններում աշխատելու իրավունքից, նաեւ ոչ միայն անձն է տուժում, այլ նաեւ հասարակությունն է տուժում։ Վերջին ժամանակներս որպես սոցիալական աշխատող ինչ շատ անհանգստացնում է եւ իմ ուսումնասիրությունների ոլորտում է բազմաշերտ խտրականությունը,
պայմանավորված ներկա աշխարհաքաղաքական իրավիճակով, երբ որ կան շատ փախստականներ երկրում եւ մարդիկ շատ հաճախ խտրականության են ենթարկվում փախստական լինելու համար, իրենց ինչ-որ ազգություն պատկանելու հիմքով, ինչ-որ կրոն ունենալու ու նաեւ իրենց գենդերային ինքնության սեռական կողմնորոշման։ Սա հավելյալ խնդիրներ է առաջացնում մարդու կյանքը, արժանապատիվ կյանքը բարեկեցիկ կազմակերպելու համար։ Իրականում այցելուները շատ են պատմում խտրականության տարատեսակ դեպքերից, երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ դա կազմում է իրենց սովորական առօրյայի մի մասը, ինչը իհարկե շատ տխուր է, բայց ինձ համար հատկապես տպավորիչ էր մի դեպք, երբ անձը դիմել էր հոգեբանական աջակցություն ստանալու համար, ուներ դեպրեսիա, ինքնավնասման մտքեր եւ փորձեր, տագնապային խանգարում, որովհետեւ կես տարվա ընթացքում կորցրել էր աշխատանքը, կորցրել էր բնակարանը, ընկերական շրջապատը, քանզի հայտվել էր իր սեռական կողմնորոշումը, անձը լեսբիկին էր եւ դրա հիմքով բախվում էր անընդհատ շարունակական խտրականության։ Ու երբ առաջին անգամ եկավ հոգեբանական աջակցություն ստանալու, սովորական ընթացակարգերով հարցրի, թե որտեղ է ուզում նստել, աթորնեց, որն է իր համար ավելի հարմարավետ, որտեղ իրեն ավելի ապահով կզգա, ուղղակի սկսեց բարձրաձայն լացել, որովհետեւ ասաց, որ վաղուց մարդկային վերաբերմունքի նմանատիպ չէր արժանացել, ինչը բնականաբար շատ տպավորիչ ու հուզիչ չէր ինձ համար։ Կարծում եմ, որ ոչ մեկ չպետք է նմանատիպ փորձառություն իր կյանքում ունենա։ Իմ գործունեության ընթացքում իրականում խտրականության բազմաթիվ դեպքեր եմ առնչվել, օրինակ, երբ որ անձը իր սեռական կողմնորոշման պատճառով ընտանեկան բռնության է ենթարկվում, որը նաև առաջացնում է անձի մոտ ոչ միայն ֆիզիկական, սավ նաև հոգեբանական տառապանք, նաև կարևոր է, որ խտրականության արգելքի օրենքի արկայության դեպքում նաև լինի, որ հոգեկան առողջությունը պահպանվի, որովհետև շատ դեպքերում ընտանեկան բռնությունը առաջացնում է հոգեկան տառապանք, եզուտ նաև ստրեսներ, դեպրեսիաներ, որը ազդում է անձի հոգեկան առողջության վրա։